Այսպես կլինի հնարավոր դեղագործական շուկայում գների նվազեցումը, ինչ հնարավորություններ և խնդիրներ են առայժմ բացահայտվել։ Կառավարության աշխատակազմում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն արդեն ավարտվել է։ Քննարկումը տևել է մոտ 1.5 ժամ։ Հնարավոր է արդյոք նվազեցնել սպառողական գները։ Սննդամթերքի շուկայից հետո դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներն այժմ աշխատում են այս հարցի վրա։ Հիշեցնենք, որ սննդի և դեղամիջոցների ոլորտներից բացի կառավարության հանձնաժողովը նախատեսում է ուսումնասիրել նաև վառելիքի շուկան։ Հանրակրթական համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգը հաստատվել է։ Նշվածի հետ կապված կրթության նախարարը ևս մեկ անգամ զրուցել է։ Առաջնահերթությունների թվում են բարձրորակ դասագրքերի ստեղծումը, ուսուցիչների որակավորումը և մասնագիտական զարգացումը, ինչպես նաև աշակերտին հարմարեցված ուսումնական միջավայրի ստեղծումը։ Կրթական բարեփոխման հայեցակարգը ներառում է տարբեր բաղադրիչներ։ Փոփոխությունների համաձայն կներդրվի մեկ դասագրքի սկզբունքը։ Կրթության նախարարությունը կմշակի դպրոցական դասագրքեր և 2026-ից 27 ուսումնական տարվանից տարրական դպրոցների, այսինքն առաջինից 6-րդ դասարանների աշակերտների համար պարտադիր կլինի համազգեստ կրելը։ Կմշակվեն նաև բջջային հեռախոսների կիրառման կարգերը։ 11-րդ դասարանում ապահովված կլինի կրկնուսուցումը, իսկ 12-րդ դասարանից ավարտելը կդառնա կամավոր և կիրականացվի նախնական գրանցման հիման վրա։ Փոփոխությունը 2026-ից 2027 ուսումնական տարում կվերաբերի միայն խոշոր քաղաքներին։ Վարչապետի կողմից հայտարարված բարեփոխումը խիստ քննադատության է արժանացել ընդդիմության և ոլորտի որոշ մասնագետների կողմից։ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է օրենքի գերակայության ինդեքսը, որը պատրաստվել է Համաշխարհային արդարադատության նախագծի կողմից։ Օրենքի գերակայությամբ Վրաստանն առաջին տեղում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Հանցագործությունների վերահսկողության արդյունավետության համաշխարհային վարկանիշում մեր երկիրը զբաղեցրել է 17-րդ տեղը, 100%-անոց համակարգով ստացավ 92%։ Վրաստանը գերազանցում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի 23 անդամ պետություններին և այլ զարգացած երկրներին, այդ թվում Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Կանադային, Իսպանիային, Բելգիային, Իռլանդիային, Պորտուգալիային, Լիտվային, Լատվիային, Կիպրոսին, Հունգարիային, Չեխիային, Ալբանիային, Բուլղարիային, Ավստրալիային։ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված ցուցանիշը ըստ պարզաբանման չափում է երկրներում հանցագործության տարածվածության, ինչպես նաև մարդկանց անվտանգության և պաշտպանվածության ընդհանուր ընկալման մասին։ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված հետազոտությունը վարում է Համաշխարհային արդարադատության նախագիծը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Մայա Սանդուի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը Վրաստանը վերադարձրել է իր ուղեծիր, կրկին բուռն քաղաքական գնահատականների թեմա է։ Իշխող թիմում և ընդդիմությունում լսվում են փոխադարձ մեղադրանքներ և քննադատություններ։ Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական անսամբլում խոսքով ելույթում, որտեղ նա նաև նշել է, որ Մոլդովան և Վրաստանը դարձել են Մոսկվայի հարձակման թիրախ և չնայած վրաց ժողովրդի համարձակությանը, Ռուսաստանը պատերազմի վախով Վրաստանը վերադարձրել է իր ուղեծիր։ Քաղաքական գնահատականների թեմա է Հիլս հրատարակության հոդվածը, որի համաձայն Տեխասի որոշակի նավթային ընկերության ղեկավարը ազդեցություն է ունենում Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող օրինագծի ընդունման դեմ։ Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը կոչ է անում հանրապետական կոնգրեսականներին արձանագրել դիրքորոշում ընկեր ակտի դեմ։ Հիլսը հղում անելով հունվարի 19-ին ուղարկված նամակին գրում է կոնգրեսականներից մեկին, որ Նիկանդրոսի ընկերությունը պատրաստվում է $100 միլիոն չափով ներդրում անել Վրաստանում, ինչը կարող է տեղի ունենալ առաջիկա 2 տարիների ընթացքում, և որ ընկերակտ օրենքը և այլ նմանատիպ օրինագծեր կվնասեն Վրաստանում ամերիկյան բիզնեսին։ Հոդվածում նշվում է, որ թե կոնկրետ օրինագիծը, թե ընկերակտը հովանավորվում է կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից, ով մինչ այտել էր մտահոգություններ հայտնել Նիկանդրոսի վերաբերյալ։ Հոդվածում նաև մեջբերվում է Ուիլսոնի դիրքորոշումը, որը Հիլսի տեղեկությամբ այս շաբաթ է նրանից ստացել գրավոր, որտեղ Ուիլսոնը ընկերակտը հիշատակում է որպես անհրաժեշտություն Հարավային Կովկասում Թրամփի ջանքերը ամրապնդելու համար։ Հելսինկյան հանձնաժողովում այսօրվա Վրաստանի վերաբերյալ նախատեսված ճեպազրույցը հետաձգվել է։ Այդ մասին նշվում է Հելսինկյան հանձնաժողովի կողմից սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ Պատճառը վատ եղանակն է։ Վրացական երազանքի կողմից այլախոհության աճող ճնշումը։ Այս վերնագրով պետք է տեղի ունենար հանձնաժողովում հատուկ ճեպազրույցը։ Իշխող թիմը Հելսինկյան հանձնաժողովից որևէ դրական բանի չի սպասում։ Խորհրդարանի նախագահի համար նիստը հետաձգելու դրդապատճառն անհասկանալի է։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով Լաուրա Թորնթոնին որպես վկա հրավիրելը հայտարարված նիստին վարկաբեկում է Հելսինկյան հանձնաժողովին։ Վրաստանում է գտնվում կոնգրեսի աշխատակիցների պատվիրակությունը։ Այս մասին տեղեկությունը տարածում է ԱՄՆ-ի դեսպանատունը։ Մենք ուրախ ենք Վրաստանում հյուրընկալել կոնգրեսի աշխատակիցների պատվիրակությանը։ Տարածաշրջանային այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի վրաց պաշտոնյաների եւ ընդդիմության առաջնորդների հետ։ Նաեւ կայցելեն Ծերովանիի տեղահանվածների բնակավայր Վրաստանում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար, ասվում է դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ։ Իլիա Ղուդուշաուրին խոստովանում է մեղքը, այս մասին հայտարարել է նրա փաստաբանը։ Դատարանը այսօր կխորի առողջապահության նախկին նախարարի տեղակալի նկատմամբ խափամամիջոց կիրառելու հարցը։ Դատախազության տեղեկությամբ, քանի որ Իլիա Ղուդուշաուրին խոստովանել է մեղքը եւ համագործակցել հետաքննության հետ, կպահանջեն նրա նկատմամբ որպես խափամամիջոց կալանքային գրավ կիրառելը։ Նրան արդեն պաշտոնապես մեղադրանք առաջադրվել է։ Նա մնում է Դիղոմիի նախնական տեղակայման մեկուսարանում։ Հետաքննությունը մեղադրում է առողջապահության նախարարի նախկին տեղակալին շտապօգնության մեքենաների մրցույթը արհեստականորեն դադարեցնելու եւ բյուջեին ավելի քան 2 միլիոն լարիի վնաս պատճառելու մեջ։ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է հանցավոր խմբի 6 անդամի։ Հետաքննության տվյալներով նրանք գողություն էին անում մթերային խանութներից եւ նախնական համաձայնությամբ ապրանքները հանձնում էին առևտրի օբյեկտներին։ Ձերբակալվածներից 2-ը անչափահաս են։ Կան նաեւ առևտրականներ, որոնք ստանում էին գողացվածը հետագա վաճառքի նպատակով եւ խմբի առաջնորդը։ Հետաքննությունը ընթանում է կազմակերպված խմբի կողմից կատարված գողության եւ նախնական իմացությամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի առքուվաճառքի փաստով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում։ Նինո Օբայի տոնի արդիվ նախագահը ներում է շնորհել 59 բանտարկյալի։ Պաշտոնական տեղեկատվությամբ ներման ակտը վերաբերել է 57 դատապարտյալի, իսկ 2 անձի դատվածությունը հանվել է։ Ներվածները առավոտից լքել են քրեակատարողական հիմնարկները։ Նրանցից մի մասը պատիժը կրում էին Գեգութիի, իսկ մյուսները Քսանիի եւ Գլդանիի բանտերում։ Հնդկաստանում արձանագրված նիպա վիրուսի Վրաստանում տարածելու վտանգ այս փուլում չկա, հայտնում է Իաշվիլիի կլինիկայի բժշկական տնօրենը։ Իվանե Չխայձեի խոսքով վիրուսի հիմնական կրողը եւ փոխանցողը միրգ ուտող չղջիկն է, իսկ այս տեսակի չղջիկ մեր երկրում չկա, չնայած անվտանգության նկատառումներից ելնելով սկսվել են հետազոտություններ եւ փորձարկումներ։ Նրա խոսքով նիպա վիրուսը չի տարածվում օդակաթիլային ճանապարհով, այլ ֆիզիկական շփման միջոցով։ Հիվանդությունը սկզբում ընթանում է գրիպի նման, սակայն հետագայում կարող է զարգանալ ուղեղի այտուցի, էնցեֆալիտի, կոմայի, իսկ ծանր դեպքերում մահացու ելքի նման։ Այս փուլում պատվաստանյութ չկա։ Երկաթուղային տրանսպորտի քոլեջին պաշտոնապես շնորհվել է ուսումնական կենտրոնի կարգավիճակ։ Հնարավոր է տեղում պատրաստել երկաթուղային մասնագիտությունների կադրեր։ Ուսումնական դասընթացն ավարտելուց հետո ապակա երկաթուղային աշխատողները երկաթուղային տրանսպորտի գործակալությունում քննությունը հանձնելուց հետո կստանան վարորդական իրավունք եւ կկարողանան աշխատանք գտնել ոլորտում։ Քոլեջը առաջին ուսումնական հաստատությունն է, որին երկաթուղային տրանսպորտի գործակալությունը շնորհել է ուսումնական կենտրոնի կարգավիճակ։ Վրաստանն ընդդեմ Ֆրանսիայի Եվրոպայի ֆուտզալի առաջնության խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր։ Խաղը կսկսվի ժամը 19:30-ին, իսկ ուղիղ հեռարձակումը ձեզ կառաջարկի առաջին ալիքը։ Քառորդ ուղեգիր ձեռք բերելու համար Վրաստանի հավաքականին միայն հաղթանակ է պետք։